Որոշումը հետևյալն է, մենք խնդրում ենք, պահանջում ենք Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչ դուրս գա ու հանրությանը բացատրի այն ինչ որ ինքը մեզ ասել է, որ ինքը ոչ մի հարց չի կարող լուծի, Վրաստանի դեսպանատունը Հայաստանում ոչ մի հարց չի կարող լուծի եւ իր առաջարկը որ մենք գնանք դատարանում Վրաստանում մեր հարցերը լուծենք, քանի որ մենք երկու գործարանի ներկայացուցիչ ենք եղել, իստեղ եթե չեմ սխալվում 5-6 գործարանի ներկայացուցիչներն են, թող իրանք դուրս գան ու պատասխանը տան։ Այսինքն ժամանակ եք տալիս որ դուրս Չէ, ինձ Այսինքն եթե չէ ճանապարհը կփակենք, իջև դուրս կգան իրանք կներկայացնեն բոլորի թե լրագրողների, թե հանրությանը իրանք դիրքորոշումը, որ իրանք անզոր են ոչ մի հարց լուծելու, թող պաշտոնական հայտարարեն, որ հետագա քայլերը հասկանան։ Որ այս ճանապարհն է փակեն հայ գործարարին, հայ ժողովրդին, չթողեն իրենց արտադրանքը արտահանել։ Ժողովուրդը ինչպես ապրեն։ Սկզբից ասում ենք կոնյակներ ստուգում, ինչ են անում, լաբորատորիա, բայց բոլորին ես ինով գնացել եմ, ինձ ուղարկել են կենտրոնական կամուրջնի, ասել են փակի դռները, մենք գզանգեք, գգակ լաբորատորիա գանենք։ Ու առեսօր երկու անգամ գնաց եկել եմ, ոչ մի բան որ զանգել, կանչել են, որ բացել են լաբորատորիա ստուգում, ինչ որ բան են ուզում փոխեն իրանք, չգիտեմ։ Բայց սա, ասենք, տնտեսական հարված է մեզ, մենակ խնդիրը նրանք չի, որ այդ բեռը չի գնում, այդ բեռի հետ, ասենք, արտադրանքն է կանգնում, պայմանագրերն է խախտվում, վերջով, ասենք, արտադրողը, որ արտադրել է, յուղացին, որը սաղին ազդում է, սաղի վրա ազդում է։ Առաջնորդություն իրենք հայտարարեցին, որ գնացեք եւ դատի տվեք, այս հարցը Վրաստանի դատարանի միջոցով փորձեք լուծել, որակում են փոխեցին անպատասխանատու հայտարարություն, պահանջում ենք հարցի լուծումներ, քանի որ մեր մեքենաները շարունակում են մնալ արդեն 40 օր գեզի անցակետում առանց որևէ պարզաբանումների։ Սա լուրջ տնտեսական հարված է լինելու ամբողջ Հայաստանի համար։ Շատ լուրջ։ Այսօր եթե ալկոհոլային խմիչքի համար է ճանապարհը փակում, վաղը փակել են մրգերի համար, միսօրը ֆոշիկի համար, տարբեր արտադրողների հետ կապված խնդիրներ են եղել ու բոլորը արտահանման հետ կապված խնդիրներ են եղել։ Ես տված պատճառաբանությունները լաբորատոր փորձաքննություններն են, բայց բեռները տարանցիկ են, ընդհանրապես իրենք հանդիսանում են տարանցիկ գոտի, այսինքն այստեղ փորձաքննություն անցկացնելու ոչ մի պատճառ մենք չենք տեսնում։ Այդ իսկ պատճառով այստեղ ենք, փորձում ենք հասկանալ որ օրենքի կետով, ինչ հիմնավորումներով, ինչ ժամկետներով, վերջում մենք չունենք նաև ժամկետներ, բայց ունենք այդտեղ կանգնած արդեն 40 օր մեքենաներ։ Ահա ջուր